Պարոն Ռուբինյան, կներեք, դուք խոսում եք Սամվել Կարապետյան եւ այլն, դուք ունեք օրինակ համակարգման ունեք հայ թուրքական հարաբերություններ, ըստ էության այս ընթացքում որևէ ձեռքբերում արձանագրում չունեք, որ գայի կանգնեիք հայ լրագրողների դիմացում եթերում ձեր ձեռքբերումներից խոսեիք, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերից մեկի մոտ 10-10 Չհասկացա, բայց դուք եք հարց տալիս ընդդիմադիր ուժերից մեկի մասին։ Հարց մի տվեք չանադառ։ Հիմա հարց եմ տալիս հայ թուրքական հարաբերությունների մասին, ինչ ձեռքբերումներն եք, երրորդ երկրի քաղաքացիների համար չէ, ինչ եղավ այդ որոշումը, սահմանները երբ կբացվեն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արվել են արդեն իսկ, եկեք հիշեք, եւ որ ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջեւ, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Հիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն անի պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, հաստատային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիք արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը։ Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով հնդակը մեր դաշտում չէ։ Խաղաղությունը հաստատված է, ինչն է խնդիրը։ Դե խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա եւ մենք ոչ էլ նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի։ Չեմ կարծում։ Ամենայն դեպս դա տրամաբանական չէ։ Իսկ դուք Անտալիա մեկնելու եք, ես էլի Անտալիա։ Ես Անտալիա չեմ։ Արտգործնախարարը։ Դե ասեցի էլի։ Բայց անցածը մեկնել եք, չէ, պարոն Ռուբինյան։ Դե հա, բայց Սա ինչ որ վերաբերում է։ Ոչ, իսկ ինչն է բանը։ Կարող է իսկապես նեղացել եք։ Սիրելի գործընկերներ, Որ չեմ բացում սահմանը։ ես ձեր տարբեր տեսակ ձևակերպած նույն Նկատի հարցին ունեմ, պատասխանելու եմ հանդիպելու օրինակ ձեր Բայց ես գործընկերոջը։ բացարձակ եմ։ Չէ, ես հարցնում եմ։ Դե հիմա բայց դուք ձեր ենթադրությունները հազար ձև կարող եք ձևակերպել։ Ես ձեզ ասացի, Անտալիայի դիվանագիտական ֆորումին կլինի ներկայություն կիմանաք ինչ մակարդակով ոնց եւ երբ։ Պարոն Ռուբինյան, ապրիլի 24-ին կառավարական պատվիրակություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու է, թե ոչ։ Բայց ամեն տարի այցելում է ենթադրում Ինչ է քաղաքական առաջնահերթություններում Ինչ է փոխվում։ Դե այն որ այլևս ցեղասպանությունը արտաքին քաղաքականության հարցում առաջնահերթություն չէ։ Ցեղասպանությունը չէ, ցեղասպանությունը միջազգային ճանաչում է։ Ինչ որ մեկը կառավարությունից այլ բան ասել է։ Չէ, բայց մի վարկանի առաջնահերթություն Չհասկացա, իսկ դուք գնալու եք Ծիծեռնակաբերդ։ Ես ամեն տարի այցելում Հա, շատ լավ, ես էլ։ Չէ, ես նկատում եմ ի պաշտոնն է, չէ, Ես էլ ի պաշտոնե ամեն տարի այցելում եմ բացառությամբ այն տարիներին, երբ որ արտերկրում եմ։ Գործողնամ եմ։ ոչ մի բան չի փոխվել, կլինի այդ։ Բայց ինչի՞ չլինի։ Այսինքն դուք այնքան եք այդ դուք չէ՞ անձամբ նկատում ես ձեր լրագրողական դաշտը այնքան է փուչիկը փչել ուրացում որ հիմա դուք սկսել եք ինքը ներողություն հա որովհետև բոլորիդ գործունեության բանն է այնքան եք փչել ես ուրացում ես իմ ինչ դավաճան էս ինչ ինչ որ ինքներդ սկսել եք այդ աբսուրդներին հավատալ հա Զուտ որ այլևս առաջնահերթություն Շատ լավ Սիրելի Նարեկ Ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև առաջնահերթություն չի եղել մինչև 98 թվականը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին բայց դա չի նշանակում մի բան է երբ որ դու մի բան դնում ես քո թոփ առաջնահերթություն որպես միջազգային քաղաքականության մաս մեկ այլ բան է քո հիշատակի օրը չի մասնախոս